Ալելույա, խոհացեք դերոջ մեր, վասնզի բարի է, վասնզի անոր ողորմությունը հավիտյան է, ով պիտի պատմե դերոջ մեծ գործերը, ով պիտի մասնե անոր ամեն քովությունը, երանի անոնց, որ իրավունքը կվահե, ամեն ժամանակ արդարություն գնել, հիշեմ ես որդեր, դու ժողովրդիդ վրա ունեցած հաճության ընդհանրել, ինձի այսելություն օրեկու փրկությունով, վասնզի քու ընտրյալներու թափությունը տեսնեմ, վասկիդ ուրախությունով ուրախանում, դու ժառանգությունով բարձենամ, Հարավորեք Աստված, երկելով առաջին երկը ոտքի վրա, մեր երկարաններու մեջ հարապանության երկը երկար եղանակով թիվ մեկ։ Քրիստոնեական ըսպարազինություն վերնակրով։ Ալ ասկե ետև եղբայրներս զորացեք դերոշմով ու անոր զորության գարողությունով։ Վասնզի մեր պատերազմը արյունի ու մարմինի հետ չէ,
Ասոր համար ցեն վրա արեք Աստծո սպառազինությունը։ Վամե բաները լմցնել ենեմ հաստատում գայնի։ Ու ոտքերնուտ հագցնելով խաղաղության ավետարանին պատրաստությունը եւ բրգության սաղավարը արեք ոգին սուրը, որ Աստուծո խոսքն է։ Այս բանի վրա հսկեցեք կատարյալ հարադեպության ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Շնորհքը այն ամենուն հետ Եհովա Քրիստոսը անգելությամբ սիրել։ Ամեն։ Շնորհակալ ենք քեզ ով երկնավոր Հայր, որ դարձյալ մեզի հետ գլաս եւ ու ցայնդ մեզի լսելի կդարձնես, որպեսզի կարենանք մեր սրները փանալ եւ խնդրել քեզ որպեսզի դու մեզ առաջնորդես Սուրբ Ոգիովդ, որպեսզի մենք անգամ եւս Պարչևդ ներկայանալով գարանանք ոնտեր քեզ պաշտել սրտանց եւ հոգիով ու փառքանք ու շնորհք համար, որ եկած ենք այս սարավոտ, որտնե այս պահը մեզ ամեն մեկն համար եւ բոլոր բաժինարկողները, ովքեր դուն առաջնորդ է, որպեսզի գարանանք օրհնություն մատալ քեզի եւ աղմուկը փառավորել Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն։ Շարունակենք մեր բաշտամունքը երկելով նաև մեր նստած սերերը 42-րդ երգը թող վարի աղոտ ջրակները եւ այս աղոտ ջրակները ուրիշ բան չէ, բայց մեզի համար փայլող Աստծո սերն է։ Թեպետ աղոտ է մեր ջրակները, մեր հավատքին համեմատ դգար է, բայց անոնք թող վարի, որպեսզի դատարյալ մարած նաղորդներ և անհատներ գարենան լույս տեսնել և հրդվի։ Երկենք ուրեմն 42-րդ երգը։ Yeah.
Մեր ծանոթությունները արդեն լրագույն մեջ կգտնենք, սակայն եկեք միասին հիշենք զանոթ։ Դիգնանց միանցյա արտաժողով դեպի ունենա այս շաբաթ 9 հուլիս 2022 կեսօրյա առաջ ժամը 5:30։ Հյուր պատգամաբերն է դիգին Հերմինե Թյուզենկչյան։ Ինչպես նաև կտեսնեք լրագրույն մեջ մեր Աստվածաշնչի սերտողությունները թաթար գարնեն համարվան ընթացքին, սակայն սեպտեմբերին պիտի շարունակենք նույն ձևով Zoom-ի ֆորմատով։ Այսօր Պաշտամունքյան ամիջավեսի հետ Կանադայի արետով պոպլակ ճաշկերույթ դեպի ունենա, բարը արոյան սրահին մեջ, բոլորս հրավիրված ենք և ամիջավեսի բարի գիչնանք և կսկսենք ճաշկերույթի։ Ինչպես գիտեք, հուլիս 1-ը նախ Կանադայի է, ինչպես նաև փոխածության օր է Կանադայի մեջ, բայց նաև հայ ավետարանական եկեղեցին դարեդարձն է։ Այսօրվա պաշտամունքը հետևաբար նվիրված է հայ ավետարանական եկեղեցվով 176-րդ դարեդարձին։ Ոչ միայն մենք, այլ աշխարհի տարբեր երկրներում մեջ և մայր հայրենիքի մեջ հատուկ հանդիսություններ տեղի ունենան այս արդիվ և վստահ եմ, որ հավանաբար հետևեցաք անոնցվե մի քանի օրում սոշիալ մեդիայի միջոցով կամ Facebook-ի միջոցով։ Նույն ձևով Կանադայի հայ ավետարանչական ընկերակցությունը AMA-ին այս արդիվ մասնավոր համակումար միօրյա կզրակրել հուլիս 16 2022-ին Քինգսթոնի մեջ դեղեցությունները արդեն դրված են լրագրույն մեջ, ասիգա մասնակցությամբ պիտի լա Կանադայի 4 հայ ավետարանական եկեղեցիներում, հետևաբար անոնք, որոնք հետաքրքրված են, կարելի է մասնակցել կրնակցել ինքնաշարժերով երթալ կամ բասերով երթալ, երկու բարեկային հաջեցեք ձեր անուններ արձանագրել Լիգին Ալիս Նաջյանի մոտ, որպեսզի գիտնանք քանի հոգի երթա մեր եկեղեցին։ Այսօրվա մեր Աստվածաշունչի ընթերցանությունը կգա Մատթեոս 16-րդ գլխեն, Մատթեոս 16, 10-րդ համարեն մինչև 20-րդ համարն։ Մատթեոս 16, 10-րդ մինչև 20-րդ համարները պիտի լսենք հայերենով և ապա անգլերենով։ Հիսուս Ֆիլիպոսի Կեսարիայի կողմերը եկտալով իր աշակերտներուն հարցուց լսավ. Մարդիկ ով կսեն, թե ես եմ ես, որդի մարդու, անոնք կսին։ Ոմանք կսեն, թե Հովհաննես Մկրտիչն ես, ուրիշներ Երիա, ուրիշներն ալ Երեմյան կամ մարգարեներն մեկը։ Ըսավ անոնց, հապա դուք ինձ համար ով կսեք, թե Սիմոն Պետրոս պատասխան տվավ ու ըսավ. Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Հիսուս ըսավ անոր. Երանի քեզի Սիմոն, Հովնանի որդի, վասնզի մարմինը և արյունը քեզի չհայտնեցին ասիգա, ապա իմ հայրս, որ երկինքն է։ Ես քեզի կսեմ, թե դու Պետրոս ես, ու այս վեմին վրա պիտի շնեմ իմ եկեղեցիս, և դժոխքին թռները անոր պիտի չհաղթեն։ Երկինքի թագավորության բանալիները քեզի պիտի տամ, և ինչ որ երկրի վրա կապես, երկինքի մեջ կապված պիտի ելա, ու ինչ որ երկրի վրա արձակես, երկինքի մեջ արձակված պիտի ելա։ Ապա աշակերտներուն պատվիրեց, որ մարդու չսեն, թե ինք Քրիստոսն է։ Հիմա պիտի լսենք հատվածը անգլերենով։ Good morning, everyone. I'll be reading from Matthew 16, 13 to 20. When Jesus came to the region of Caesarea Philippi, he asked his disciples, "Who do people say the Son of Man is?" They replied, "Some say John the Baptist, others say Elijah, and still others, Jeremiah or one of the prophets." "But what about you?" he asked. "Who do you say I am?" Simon Peter answered, "You are the Messiah, the Son of the living God." Jesus replied, "Blessed are you, Simon, son of John, for this was not revealed to you by flesh and blood, but by my Father in heaven. And I tell you that you are Peter, and on this rock I will build my church, and the gates of Hades will not overcome it. I will give you the keys of the kingdom of heaven.
Whatever you bind on earth will be bound in heaven. Whatever you loose on earth will be loosed in heaven. Then he ordered his disciples not to tell anyone that he was the Messiah. Ժամանակը հաղորդքի հատկացն է։ Հարկ և կողտում բացանենք քեզի երկնավոր Հայր։ Մեզի անտեպքու ցույց տված սիրույթ և ողորմության համար։ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եկած ենք դու զավակներով միասին լսելու քո ցայնը և լսելի դարձնելու մեր ցայնը ցեզի մեր ավանդներով և եկել։ Երախտաբար ենք քեզ մեր որ պահեցիր հայ ամենանական եկեղեցի քո սիրույթ և շնորհացած մեջ, որ հայրենիքի և ուսումնքի մեջ տարածված է։ Հավերժական շարժման 176-ամյակին արիքով կխնդրենք, որ դորացնես մեր հավատքը, նվիրումը և սերը հանդեպ քեզի և իրական։ Ողջույն բացանենք քեզ այս շարժումին առաջին հիմնադրումն, ինչպես նաև շնորհավորություն հայտնենք մեր ժամանակներում մեջ իրենց անշահախնդիր ծառայություն մատուցանուններում։ Որպես նաև Կանադայի ժողով իր 155-րդ ներդարձին և պահեցրել արտադրության և խաղաղության մեջ։ Գաղափեր մեր այն սիրելիներուն համար որոնք ունին ցավեր, հարցեր, առանցքություն և սուտ ու զարմանալի ներկայություն հստակի դարձնես և հասնես իրենց նույնիսկ մեզ փորձած։ Կխնդրենք քեզ որ զարացնես հարկում և ըսկաս պահես բոլոր քեզի ծառայողները և եկեղեցի ժողովը։ Ասում կխնդրենք մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անունով, որում գլայն է փառք, իշխանություն և բադիկ, հիմա ու հավիտյանս։ Ամեն։ Երկենք նաև ոտքի վրա 459-րդ երկը, երկ 459։ Vishnu Dharabhanka, Deyam Mostisha
Պիտի անցնի գիշերը և արամոքսակի, օրհնյալ են այդ սուրբերը, ըլլան անոնց նման, և ժարանք են անոնց են, արխավիտ են ագան։ Նախ ողջունենք ձեզ Քրիստոսի պատմական անունով և բարի կալուստ մաղթենք ձեզ մեղուներ նեղուն, որ եկած եք այս օրհնյալ դոնագադարության օրերուն մեջ զաստված պաշտերով։ Բարի լույս ձերքորը 176 դարիներ առաջ հիմնվեցավ Հայաստանի այդ ավետարանական եկեղեցին Բոդիս Իստանբուլ 1 հուլիս 1846-ին 40 անդամներով 37 այր և 3 կին ունենալով երկու հովիվներ հայր Վրտանես Եզրատյան և վերաբատվելի Սիմոն Պյութուջյան ինչպես նաև 5 հոգինոց հոգապարծական գազմը, որոնց նկարը սանդուկներ են վար իջածադենից ցուցադախտակի վրա դրված է և եկեղեցին ճակատին նկարը։ Թյուրին չեղավ սակայն անոր հիմնադրությունը ավետարանական եկեղեցու առաջին պատմաբան Ստեփան Պյութուջյան գսե, որ 7-րդ դարեն սկսյալ եղան հոգևոր և ընկերային շարժումներ հայոց մեջ, ինչպես Բալվիկյան և Թոնդրագեցիներու շարժումը, սակայն անով արդյունքը բարեկարգությունը չկրցան բերել Հայաստանի այս առաքյական եկեղեցի։ Բայց 19-րդ դարուն սկիզբը, որ զարթոնքի շրջանը սկսավ հայոց մեջ, բերավ թե քաղաքական, թե քրական և թե հոգևոր կետնի վրա արդյունքը հայ ժողովրդին մեջ։ Վերաբատվելի Արսեն Շմավոնյան այս շրջանը կգոչե ազատական շարժումներու տար։ Հայաստանյաց ավետարանական շարժման ռահվիրաները հավատքի դեր մարդիկ էին, որ շարժումն կատարեցին, որոնք հոգևոր կետնի վրա կատարած բանը, իրենց հոգևոր կետնի վրա կատարած բանը ուրիշ բան չէր, հապա Աստվածաշունչը եկեղեցիի մեջ իրենց հասկացած լեզվով լսել և սերնելու զորավոր ապակ մներ։ Եվ ուզեցին մոդենալ Աստծո միայն Քրիստոսի միշտորությամբ, ինչպես որ ավետարանը կպատվիրել։ Այսինքն Քրիստոսի և անոր ավետարանի հանդեպ բացառիկ սեր ունեցողներու խմբակ գոյության եկավ առաքելական եկեղեցու ծոցին մեջ։ Եվ ասոնք ընդունեցին միգիական հանգանակը մայր եկեղեցիին նման, որոնց մեջ կային թե դերհայրներ և թե հավատացյալ աշխարհականներ, ինչպես նաև միսիոնարներ։ Արդեն գոյություն ունեցող շարժումին միայն օգնական եղան միսիոնարները, որոնց երախտավարտ եկան։ Կասեցնել ուզեցին այս շարժումը բարձրաստիճան հոգևորականներ, սակայն Քրիստոսի ավետարանին հանդեպ իրենց սերը այնքան զորավոր եղավ, որ ովևէ ուժ իրենց արդյոք չգրցավելա ու կատարեցին հետևյալ հայտարարությունը ասելով. մենք կարգենք եկեղեցական իշխանությունները պատկարանքով
գտնունինք նահատակներուն արյունովը սրբակորությունված հայրենի ավանդությունները, գսիրենք հայ աստը բոլոր սրդով ու հոգիով, խղճի ազատությունը սակայն, ամեն բանը ավելի թանկագին կհամարենք և թույլ պիտի չտանք, որ որևէ իշխանություն կամ ավանդություն կամ հրաման խլել մեր Սերգեն Քրիստոսի ավետարանը կամ արգել կլամեզի և մեր զավակներուն երկուքան առանց միջնորդի և առանց հարեխոսի մեր հոգևոր բաշտամունքը մատուցանելու բրգիչ Աստուծո մեր խղճին հավևած։ Այս հայտարարութենը շատ չանցած անոնք կստացան պետական ճանաչում, գայսերական ռովարտավով և ունեցան համայնքաբեդ, համայնքաբեդարան, Օսմանյան գասության ամեն քաղաքներուն մեջ եկեղեցի բանալու ակնություն։ Ամենս որ գազմեցին 4 միություններ և բացվեցան առաջին 25 տարիներու մեջ 150 եկեղեցիներ և ժողովատերիներ իրենց հովիվ և կառուցիչներով, ինչպես նաև դպրոց, քոլեջներ և աստվածաբանական ջեմարաններով։ Այս փորձերը եղավ հավատքի դեմ ռահվիրաներությամբ։ Երկրորդ, այս ավետարանական շարժման քայլ նետողները նաև հայրենասեր մարդիկ էին։ Եվ այսօր համար գոչեցին նորագազմ եկեղեցի Հայաստանյաց ավետարանական եկեղեցի։ Գրնային օդար հարամանությամբ անունին դակ եկեղեցի բանալ, սակայն ալիգա չունեցին, քանի որ ուզեցին, թե Հայաստանյաց ավետարանական եկեղեցի ըլլա ալիգա։ Երորդ այս շարժումին առաջնորդները ուզեցին, որ Աստվածաշունչը աշխարհապատ լեզվի թարգմանվի։ Մանավանդ նոր բուդագարանը, Քրիստոսի ավետարանը, քանի որ անոր գենարար խոսքերուն շատ կարևորություն տվին։ Եվ այսօր համար ուզեցին ոչել ինքսիգնի ավետարանական։ Անոնք ուզեցին ասիգա, որպեսի առաջին այդով Աստուծո խոսքը հասկանալի ցևով լսվի եկեղեցի մեջ։ Քանի որ քրապար լեզուն այլևս հասկանալի չէր ժողովրդին։ Երկրորդ, որպեսի սրտերը և մտքերը լուսավորվին ու ճանչնան Աստված և հավատան իրեն աշխարհային կյանքեն դարձի կանգնեն։ Եվ երրորդ, որ գիտնան, թե ինչ է Աստուծո կամքը, որպեսի անոր համեմատ ապրի։ Գրեթե 125 տարի առաջ, մինչև որ Բոսո Իստանբուլի Արեխնան Բադիրյակը Քարեկին արքեպիսկոպոս Խաչատուրյան սկսավ թարգմանելու 4 ավետարանները, որ եկեղեցու մեջ աշխարհապար լեզվով գարտացվի։ Եվ այդ փորձը վերջացուց հաջորդ Բադիրյակը շնորհ արքեպիսկոպոս Խալուսյան և մեր եկեղեցին հղեցին օրինակներ, երբ ես Իստանբուլի մեջ հովական ծառայություն սկսեի 1970 Քալով գիրակնորյա դպրոցներու գիրարման հարցին առաքելական եկեղեցի մեջ անալուկրետ է 125 տարի առաջ, մինչև որ փորձատրվի գիրակնորյա դպրոցներու թրությունը որոշ առաքելական եկեղեցիներու մեջ։ Ավետարանական շարժումը նաև դպրոցներու մեջ իր բարեկամչական նվաստը բերավ, քանի որ անոնք ուսման և զարգացման ավելի կարևորություն ունեին։ Որդեգրեցին առաջին անգամ մլավով երկսեր աշակերտության դրությունը, որոնց հետևեցան մյուս դպրոցները։ Հայրենիքի և սփյուռքի մեջ տարածված մեր 4 միության Բադկամ,
մոտավորապես 100 եկեղեցիներու մոտ եկեղեցիներ, Ամերիկայի և Կանադայի ավետարանչական ընկերակցությունները, դպրոցներ, քոլեջ և Հայկազյան համալսարանը, գ-բարդիկ ավետարանական շարժման հիմնադիրներուն և ամոց դեսիլվի և չանք ունեցող նվիրյալ հաջորդ սերունդներուն, վարձ կգադար բոլորին օրդնյալլա իրենց թանկագին հիշադակը։ Այս կանը բատմության համար հավարար սևեք բատկամից անցնել է առաջ։ Քիչ առաջ Մատթեոս ավետարանեն կարգված հատվածի մեջը կտեսնենք, որ Հիսուս իր առաքելության վերջին շրջանի մեջ կպապակի իր աշակերտներուն հետ լալ և մտերիմ բահմը անցնել։ Ասոնամար դնդրե Փիլիպոսի Կեսարյան, որ հետանոսած շրջան էր, այսինքն իրեն հակառակոտ փարիսեցիներ և թփիրներ չգային, և հրյա ժողովուրդեն հեռու իր աշակերտներուն հետ կխոսի ազատ կերպով, որ հետագային իր առաքյալները պիտի լային։ Այդ բաղում Հիսուս կհարցնե իրենց, մարդիկ ինձի համար ով լսեն, և անոնք կպատասխանեն, ոմանք կսեն Հովհաննես Մկրտիչը, ուրիշներ Երեմիան, ուրիշներ Երեմիան։ Հետո Հիսուս կհարցնե իրենց, դուք ինձի համար ինչ կսեք, դուք իմ աշակերտներս եք, ժողովուրդ չէ, 3 տարի մասնավոր դասընթացի և ուսման հետևեցան, դուք ինչ կսեք, մարգարեներ են մեկը, թե ոչ ուրիշ մեկը։ Ինչու համար Հիսուս իր ով ըլլալը չսեր և կհարցնե իրենց, թե պետք ըսած էր, որ ինք, ես, ճամփան, ճշմարտությունը և կյանքն եմ, ըսած էր, որ ես գենաց հացն եմ, ես աշխարհի լույսն եմ, գենաց թուրը, փարի հովիվն եմ, այս մտերեսավ, այս ստորոքելիքները, այո, սակայն ով ըլլալը ցույց չի դարձել։ Երևակայեցեք 3 տարի իր աշակերտներուն կուսորվեցնե, թե խոսքով և հեղինակությամբ, և միևնալեն իր մեծամեծ գործերով հրաշքներով, մինչև մերելը հարություն արնելու դա, կհարցնե Հիսուս, ուսուցիչի մեջ իր աշակերտներուն, այս բոլոր սորվածներետ, արդյոք ես ով գրնամոլա։ Ընդհանրապես ուսուցիչները կհարցնեն իրենց սորվեցուցած բաներուն վրայով, թե ինչ սորվեցուցին, որպեսզի կարենա հարցումներուն պատասխանել աշակերտները։ Բայց այս անգամ Հիսուս իր սորվեցուցածներուն մասին չհարցներ, բայց այս սորվեցնողներ, այս աստիարակությունը դվող անձը ով գրնամոլա։ Գիտեսեք, որ ինչու Հիսուս իր ով ըլլալը չսեր ու կհարցնե աշակերտներուն։ Գաղտնիքը այն է, որ ճշմարտությունը ազատ կյանքով ընդունելու համար, քան թե հեղինակության բարդացրելու տեղ։ Այս է ավետարանին սիրտը, գետնոնական խորհուրդը, ճանչնալ Քրիստոսը ոչ թե միայն սուպիրքի մեջ գրված լավուն համար, ապա անձնական համոզմամբ
ճանչնալու համար ինչ որ կարևոր կնկատե Հիսուս այս մեկը։ Ասիկա էր, որ մեր 40 հիմնադիրները կատարեցին իրենց հայտարարության մեջ Քրիստոսի խոսքերուն համեմատ իրենց ունեցած համոզումով մեր հավատքը ավանդություններու վրա չէ, ոչ այլ մարգարեներու եւ առաքյալներու աշակերտները քրված ավետարանը չունեին իրենց առջև, բայց միայն Քրիստոս Հիսուսը իրենց ուղեցույցը ամոր դված ուսուցումներ առաջ Քրիստոսը գուկա հետո ավետարանը Ճշմարիտ հավատքը Քրիստոսի ազատ կերպով ճանչնալու փորձառություն է։ Այլապես եկեղեցի հեղինակությունը բարդացրված կլա անհատին վրա։ Ասիկա կհայտնվի առաքյալներու վկայության մեջ։ Հովհաննես առաքյալը գսե Հիսուսը մեր աչքերով տեսանք, մեր ականջներով լսեցինք եւ մեր ձեռքերով շոշափեցինք։ Կարգեք առաքյալները գտնին անոնց ուղղությունը, սակայն մենք Հովհաննեսի, Պետրոսի կամ Պողոսի հեղինակության չենք հավատա, քանի որ Աստված մեզի կհայտնվի միայն Քրիստոսի միջոցով, ան է միայն հեղինակություն ունեցողը, ինչպես նաև ամուր ավետարանը։ Հոց դեղին է հիշել մեր 40 հիմնադիրներուն ցույց տված արժեքը Հիսուսի հեղինակության նկատմամբ։ Երբ կառուցվեցավ անոնց հոյակապ եկեղեցին Բոլսո մեջ, անոնք իրենց դաջարին փեմին վրա ոսկեղեն քիրերով Հիսուսի հատկանշական մեկ խոսքը արձանագրեցին։ Սեզի ըսեմ թե հոց դաջարեն մեզ մեկը կա։ Մատթեոս 12:6 Երանելի են անոնք, որ ջանցած են Քրիստոսի իրենց ազատ որոշումով և մեղքերու թողություն ստացած գոդրած ու խոնար սրտերով։ Երբ կգարտանք ավետարանը, գսկանք թե Աստված Քրիստոսով կհաշտեցնե աշխարհս իրեն հետ։ Գծնձանք այս խորհուրդով, եթե պատասխանը այո է, Տուն բարեկարգյալ հավատքի դեր մեկն ես։ Աստված Քրիստոսով քեզի հետ խոսած է։ Մագնացյալ Աստծո խոսքը քեզի հասած է։ Քրիստոս կենթանի Աստծո որդին քեզի հայտնված է։ Հետևաբար Աստծո հետ հավատքով անձնական հաղորդակցություն ունես Քրիստոսը ազատ կերպով ընդունելով։ Երկրորդ հավատքը Աստծո բարգևն է, սակայն ինչպես հավատքի դեր գլանք։ Հիսուս իր մասին ուրիշներու կաղապարը արմերը վերջ կարսնե իր աշակերտներու։ Թուք ինձի համար ով գսեկտե եմ, Պետրոս համարսակությամբ մեջտեղ ետե ու գսե թուն ես Քրիստոսը գենթանի Աստծո որդին։ Առաջին անգամ ոլալով գսե այս հայտարարությունը։ Այսինքն թուն ես Մեսիան, ոչ թե մարգարեներն մեկը։ Եվ երբեք Հիսուս ասկի առաջ չի ասած, որ իր Մեսիան է։ Իր Քրիստոս է։ Քարոզած է, սորվեցուցած է, ցույց տված է իր ուրեմն ամեն արժեքները եւ գցկե աշակերտներով, որ իրենք որոշեն, թե այս ուսուցումը, այս կյանքը, այս քաշներով մեկը ով գրնա ալա։ Եվ առաջի անգամ ասիկա Պետրոս գահայդարար է, թուն ես Քրիստոսը գենթանի Աստծո որդին, թուն ես Մեսիան, որ հրյաները դսպասեին։ Այս բանը գոզե հասկնալ Հիսուս իր աշակերտները ժողովուրդը, բայց ժողովուրդը գմերժի։ Ինչպես կրնա ալալ այս մեկը,
որ Փեթլեհեմ ծնած է, Նազարեթի մեջ մեծած է, ինչպես կրնա մեր փրկիչը ըլլալ, ինչպես կրնա ըլլալ մեր Մեսիան ըլլալ, ուր է իր թագավորական զորությունը, ուր է իր ցիերը, ուր է իր փանակը։ Գիտեք Նապոլեոնը չսած է, մենք ինչ որ մեր սուրերով և զորքերով չգրցան դնել, Հիսուս իր սիրովը գադարեց և բոլոր ժողովուրդը իրեն հետևեցան։ Ինքը ուրիշ թագավորության մասին ելած է, Աստծո թագավորության մասին։ Առաջին անգամ լավով գսե այս հայդարարությունը, ինչ որ մեր հայրերն ասոր զուգահեռ հայդարարություն մղրին։ Եվ Հիսուս կպատասխանե երանի քեզի Սիմոն Հովնանի որդի, վասնցի մարմինը և արյունը չհայտնեցին քեզ ասիգա, հավա իմ հայրս որ երկինքն է։ Ուրիշ տեղում ասած է, որ ով որ զիս տեսավ, հայրը տեսավ։ Այդ ինչ կնշանակե։ Այդ կնշանակե, որ այն խոսքերը, որ ես խոսեցա, այն խոսքերը քեզի հայտնեցի։ Այն փորձերը, որ ես փորձեցի, այն փորձերը քեզի հայտնեցի։ Հիսուսի այս հատկանշական խոսքը մեզի ցույց կտա, թե ինչպես հավատքի կդիրանանք Քրիստոսի գենարար խոսքերով, ոչ թե ավանդություններով, հավա Աստծո խոսքի քարոզչությամբ, Ավետարանի վկայություններով, ինչպես որ գրված է, հավատքը լսելն է, ու լսելը Աստծո խոսքեր, Սուրբ Հոգիի հաղորդակցությամբ, ճանչնալով Քրիստոսը, որ Հայր Աստվածը մեզի ճանցուց, Աստված Քրիստոսի մեջ ավետարանաշունչ հավատքի, ով որ զիս տեսավ, հայրը տեսավ ասավ Հիսուս, ով որ ինքսիկը մեղավոր չտեսներ և Աստծո շնորհքը չխնդրեր, չգնար Աստծո ներում ունենալ և չգնար հավատքի դիրանալ, բայց ով որ Քրիստոսի աշակերտության ենթարկվի, գոդրած ու խոնար սրտով կհասնի հավատքի, ասիկա Աստծո շնորհքը բարգևն է։ Արին ու մարմինը չհայտնեցին ասիկա Պետրոսին, ինչ որ Հիսուս ասավ, նույն բանը մեզի համար գիրարգելի է։ Հավատքը ֆիզիկական փորձ չէ, այլ ուղղելով։ Փորձերեն չէ որ կփրկվենք, հավա հավատքով։ Ով ոչ հովիվը, ոչ հոգևորականը, ոչ Պողոս, ոչ Պետրոս, փրկությունը միայն Աստծո շնորհով է։ Երբ ազատ կամքով որոշենք իրեն հավատալ և այդ հավատքով ապրել։ Երրորդ, Քրիստոս է եկեղեցիի հիմը։ Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի մեջ արձանագրված է ոսկեդար քիրերով Հիսուսի հատկանշական մեկ խոսքը Պետրոսի գադարած հայրարարության վրայով։ Թուն Պետրոս ես ու այս բեմի վրա միջինեմ իմ եկեղեցիս։ Անշուշտ Հիսուս Պետրոսը կնահատելով այս հայտարարությունը հրավ, բայց ոչ թե Պետրոսի անձը նկատի ունենալով, ապա ամառ վկայությունը, հավատքը նկատի ունենալով, որ Հիսուս Աստծո որդին, այսինքն Աստծո Մեսիան ըլլալը իրեն հայտնվեցավ ոչ թե մարդոց կողմ է, ապա Աստծո կողմ է, և այս վկայությունը եղավ Քրիստոսի եկեղեցի հիմը։ Դավիթ ալգսե 18-րդ Սաղմոսի մեջ դերը իմ վեմս է, փրկությանս ամրոց է։ Մեր քրիստոնեական հավատքը, դեսիքը, հաղորդակցությունը հիմնված է այս վկայության վրա։ Ինչ էր այդ բաները, որ դժոխքի դռները չգրցան հաղթել։
Եթե ոչ Քրիստոսի եկեղեցին կատարած վկայությունը իր առաքյալներով, իր Տիրոջ նկատմամբ, ինչպես նաև անոնց նահատակվելու պատրաստ հերոսական հավատքը։ Ինչ են երկինքի թագավորության արձակող եւ գաղող բանալիները, եթե ոչ Պետրոսի Պենտեկոստեի օրը դված հոգեշունչ քարոզը, որ 3000 հոգի արձակվեցան ապաշխարության, որոնք հավատացին Քրիստոսի գոդրած սրտով եւ մտան երկինքի թագավորությունը, իսկ անոնք, որ հբարտությամբ ինքսիկնին արտարացուցին, կապված մնացին, չգրցան գտնել Աստծո թագավորությունը։ Սիրելիներ, Աստծո թագավորության թուրը, որտեղ բաց է, թող դերը առաջնորդի մեզ գոդրած ու խոնար սրտերով, նվիրելու մեր կյանքերը Աստծո, որան գործած է մեզ իր եկեղեցի մեջ եւ այլուր։ Հոգիներու բրգության համար, ինչ որ մեր հավատքի ռահվիրաները հրին, մեծ սիրով իրենց կյանքերը վտանգելով։ Այս եկեղեցին անոնց շարավիլ ըլլալով, մեզի գինա շարունակել անոնց սկսած փորձը, այս ժամանակներու մեջ, անշուշտ Աստծո զորությամբ, որ պետք եղած չանքը եւ գերանքը միայն այն բերնա շնորհել մեզի իր հոգիովը։ Ուրեմն հարկանք Հայաստանի այս ավետարանական եկեղեցու շարժման հիմնադիրներուն, նաև մինչև օրս այս քրդյան ամբողջ աշխատողներուն, անոնց կատարած ավետարանաշունչ եւ հերոսական ծառայության շնորհավոր ըլլա հայ ավետարանական եկեղեցու 176-րդ տարի դարիտաց մեր բոլորին, հարկը, բադինը եւ կովեստը գվայր է մեր փրկիչ Աստծուն հիմա ու հավիտյանս։ Ամեն։ Պիտի վերջացնենք մեր պաշտամունքը, մեր նվերները առնել է վերջ տերունական հավատքը երկրում։
շնորհայություն եւ զորություն եւ բարք Ավետյանից եւ հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուր շնորհքը Հոր Աստծո անմատների սերը ձեր բոլորին հետ լա հիմա ու հավիտյանս ամեն